ահա այս բեսեդկա մակնիշի զրուցարանը, որ հայերեն չգիտես թե ինչու թարգմանված է զրուցարան։ Չգիտեմ որքանով է դա ճիշտ, որքանով եք համաձայն այդ թարգմանությանը, եթե ունեք ինչ-որ մի այլ հայերեն բառ, խնդրում եմ ասեք։ Լավ, հիմա անցնենք մի հատ շատ այսպես ակտուալ թեմայի, բոլորը տեսակ թե Ծառուկյանի հետ հերթական անգամ ինչ եղավ, ճիշտն ասած այն հրապարակված նյութերի հետ, այն որ ԱԱՑ-են գալիս է, տապալում է գետին, մի քիչ համաձայն չեմ, դա նման է միջնադարի այն հաշվեհարդարների հետ, երբ որ հանցագործներին խարույկի վրա այրում էին եւ հավաքվում էր ամբողջ քաղաքը երեխաների հետ հաց ուտելով, բան տես նստում էին, նայում էին թե ինչպես են այրում խարույկի վրա հերթական հանցագործին, դա նորմալ տեսարաններ էր համարվում, շոու էր համարվում։ Հիմա ինձ թվում է մի փոքր պետք է ցիվիլիզացիան գնար առաջ, այո, եթե անգամ հանցագործ է, ապա այդ ամեն ինչը ցույց տալ ես կարծում եմ սխալ է, մնում է բանը, ասենք, չգիտեմ, գնդակահարություններ ցույց տան, բան YouTube-ում կա մի երկու տես, նու հենց այտենց չէ, բայց դե նմանատիպ, ասենք, նյութեր կա, միշտ այդ նյութերի մի քիչ վերապահում եմ մոտենում, որտեղ հումանիստական չի, այդպես մարդասիրական չի, այդպես։ Եթե անգամ աշխարհի ամենամեծ հանցագործն է։ Դա արվում է ահաբեկչության համար, վախացնելու համար, որ տեսեք, ինչ կարանք մենք անենք, դա անում է իշխանությունը իհարկե, կամ իշխանամետ ինչ որ ասենք ուժեր, բացարձակ համաձայն չեմ այդ ոճի հետ, այդ, բայց դե իհարկե, եթե խոսենք Ծառուկյանի մասին, եւ այն, այսինքն ոչ Ծառուկյանի մասին, այն ամենի մասին ինչ որ կատարվեց, հա, իհարկե պարզ է, որ այդ ամենը պետք է կատարվեր 18-ից հետո, ասենք, հենց որ եղավ հեղափոխությունը, պիտի արվեր։ Կա այսպեսի մի միտք, լսեցի, որ դե մենք հնարավորություն ենք տվել, որ նրանք փոխվեին, բայց նրանք չփոխվեցին ու դեռ ավելին սկսեցին աշխատել իշխանության դեմ։ Գիտեք, ինչ ասելա, պիտի փոխվեին, պիտի ասենք սուս մնային, պետք է իշխանությանը չխանգարեին, այնպես ինչպես ասենք, չի խանգարում բանը, հա, ասենք Ալեքսանյանը կամ Սուքասյանը կամ որևէ այլ հարուստ մարդ, որը էլի իհարկե հանցագործություններով է ժամանակին հարստացել։ Դա փաստ է, ես դա ասել եմ, դա իմ ասածը չի։ Բոլոր հարուստները, ովքեր որ հարստացել են 1 միլիարդից ավել ունեն կամ միլիոններից ավել ունեն, ժամանակին ինչ որ չխարդախություններ են արել, ժամանակին չեն տվել, չգիտեմ, հարկերը չեն մուծել, որոշները ուղակի հանցագործություններ են արել, որոնք, չգիտեմ, ասենք, մարդասպաններ են եղել, բանդիտիզմով են զբաղվել, 90-ականներին հարստանալը ժողովուրդ ջան, դա բան չէ, այն ժամանակ IT չկար, էլի, որ տենց ինչ որ տենց +8 ակնոցով ինչ որ մեկը նստի կամպյուտերի դեմ թրեյդինգ անի կամ բիթքոյններ աշխատի եւ միանգամից դառնա տենց միլիոնատեր։ Չէ, պետք է լինեիր խարդախ, բանդիտ կամ բան, հետո դրանից հետո իհարկե նորմալ մարդ, ասենք, հետո ասենք նորմալ տալիս ես քո հարկերը, իշխանության հետ նորմալ հարաբերությունների մեջ ես, իսկ այս մի կերպարը, այսպես ասած, հարմար կերպար չի եւ արժանացավ այդպիսի վերաբերմունքի զուտ մարդկայինորեն իհարկե այնքան էլ այնց հաշտ չեմ այդ մտքի հետ, բայց եղավ այն ինչ որ եղավ։ Գիտեք, ես սարսափեցի ուղղակի դեռ մի քանի տարի առաջ, երբ որ մի շատ
ճաշակով բլոգերշա կա Արուս Կավկազ, եթե չեմ սխալվում, շատ բարձրաշխարհիկ ճաշակի մի կին, որը որ ուտելիքի մասին ինչ-որ բաներ է անում, շատ այսպես ինտելիգենտ, այսպես մի կերպար է, որը որ ռուսերեն լեզվով անում է բլոգեր եւ շատ լավ է անում ռուսերեն այդ բլոգը, որ եկել էր Ծառուկյանի տուն եւ Ծառուկյանը ցույց էր տալիս այդ ամբողջ ավարը, այն կենթանիները, որին ինքը հայո ես եմ սպանել, ասում է այս ամես ամբողջ ես եմ սպանել, կախել եմ, այնտեղ կան կարմիր գրքից նաեւ իհարկե ինչ որ կենթանիներ եւ այդ կինն էլ շատ սենց զգացվում է կենթանասեր կինա շատ, հա ասպեր վա ինձ սիրուն են այս չուչելները, այս խրտվիլակները, ինչքան կարգին տղամարդ ես դու, ինչ կարգին տղա ես, որ սպանել ես այս կարմիր գրքում եղած կենթանիներին, հետո դու տիկ ես արել ես բաներ ես արել, խրտվիլակներ ես արել եւ կախել ես, դա խոսում է քո ինքնագնահատականի մասին, բարձր խոսում է բարձր ճաշակիտ մասին, խոսում է քո ընտանիքի անդամների հաշտ լինելու այդ ամեն ինչի մասին եւ դու կարգին տղա ես, այդպիսի մի տեսանյութ էլ կար բան, ես այն ժամանակ, ասենք, մի քիչ սա համրկեցուցիչ էր ինձ համար, հիմա այդ նյութը ֆռում է, գիտեք, կարելի էր հենց այդ պահին, թեկուզ բնությանը վնաս պատճառելու համար գոնե տուգանել, որովհետև դեպքը ակնհայտ է, ես հիմա դատախազ չեմ կարող ասեմ, որ հա կոռուպցիա եղել, որ հա ինքը գիտեք ինչ արել ժամանակին, այս արել, չգիտեմ, հարկեր չի մուծել, խարդախություն արել եւ այլն, չէ, բայց այդ դա արդեն բան էր, հաղորդագրություն էր, որ այդպիսի այդ քանակով որս անել այն էլ Հայաստանում, այս միթիքա երկրում, որ ասեն գիտեք, չէ, մեր ինքնաթիռը երբ որ ասում են իջնում է Զվարթնոցում, Թուրքիայի հետ պայմանավորվածություններ կա, ինչ որ մի մոմենտ մտնում է Թուրքիա, հետո է իջնում, որը տեղ չի անում, էլի այդ անտերը իջնելու համար եւ ծերի 300 կիլոմետր, այդ ճանապարհներով է 300, եթե այսպես ուղիղ նայես կարող է մի 150 է Եվ այդ երկրում ասենք անել այդպիսի որս, այդպիսի վնաս տալ, մենք գիտենք այդպիսի դեպքեր, ինչ եք հեռու գնում, ես լսել եմ, ասում ըստ օդում կախված լուրերի, ինչպես ասում է դասականը, Վազգեն Սարգսյանը էլի ժամանակին նստում էր իր ընկերների հետ ուղաթիռ եւ ուղաթրից որսեր էր անում Հայաստանի եւ ոչ միայն Հայաստանի հիմա արդեն տարածքում հա եւ դա մեզ մոտ ընդունված է մարդ ինչքան պաշտոնյա եւ ինչքան հարուստ այնքան հաբրգած բնության եւ հասարակության հանդեպ այո ցավոք դա հիշվում է հիմա գիտենք ինչու է հիշվում հիմա, որովհետև իշխանությանը հարմար կերպար չի։ Այն ով որ հարմար է, հիմա ջայնա, ինչ եմ ասում։ Ոսկեղենիկ հայերենով ասած քաքակեր էլ է հիմա ոչինչ։ Հիմա չի ուտում լավ է։ Դե գիտեք ինչ, ճիշտ ասած, ես դա հետ եմ հաշտ եւ համաձայն, որովհետև երկրի եթե կոռուպցիայով նայես եւ խախտումներով նայես, երկրի 20%-ը պետք է նստի բանտ, եթե ոչ 30 բայց այդպես հնարավոր չի բոլորին կախել, բոլորին դատապարտել, բնակչություն չի մնա, բիզնես չի մնա, մենք այդպես ենք ապրել, ժողովուրդ, մենք ապրել ենք այդպես, մենք ապրել ենք սխալ, մենք ապրել ենք գողանալով, սպանելով և փչացնելով մեր երկիրը, դրա համար էլ արժանացել ենք այս նվաստացումներին Ալիևի կողմից, այս նվաստացումներին Թուրքիայի կողմից, չզարմանաք, որ եթե վաղը Թուրքիայի սահմանը բացվի եւ այդ կամուրջը, որ կգնաք Թուրքիա, կկոչվի Էնվեր Փաշայի անունով,
մի զարմացեք եւ մենք դա կուլ կտանք որովհետեւ մեզ պետք է դուրս գալ աշխարհ եւ մենք չենք կարա Սողոմոն Թելերյանի անունով կոչենք այս կողմը որովհետեւ մենք թույլ ենք որովհետեւ մենք ժամանակին հանդուրժել ենք այդ ամեն ինչը մենք հանդուրժել ենք որ մեր բնությունը կարա այդպես չանա մենք հանդուրժել ենք որ մարդ կարող է ինչ-որ մեկի դուրը չգա ինչ-որ մեկը ասենք այդ մարդուն կարան սպանեն մենք հանդուրժել ենք որ մեկի գլուխը կարան ունիտազի վրա ջարդեն ասենք պապլավոկում եւ ասեն չէ ճիշտ է չենք հանդուրժել պայքարել ենք բայց որոշ չափ կարողացել ենք դուրս գալ ընդամենը 18 թվին բայց արդեն շատ ուշ էր եւ մենք ունենք այն ինչ որ այսօր ունենք եւ գիտեք ինչ պարտվելն է պետք արժանապատիվ մենք պիտի հասկանանք որ մենք ենք այսօր մենք պիտի հասկանանք որ այո ասում են որ ահա դե ինչի Ծառուկյանին նստացեցին իսկ ուրիշներին ոչ մենք պետք է հասկանանք ինչու ոչ որովհետեւ եթե բոլորին նստացնենք մարդ չի մնա ուղղակի բիզնես չի մնա եւ պետք է նստացնել նրանց ովքեր որ հարմար չի դա փաստ է նմանատիպ մեթոդներ արվում է ամբողջ աշխարհում ոչ միայն այստեղ ոչ միայն Հայաստանում որ բա ասում եք դուք դեմոկրատիկ եթե դուք ձեզ թվում Ամերիկայում այդպես չի ապա դուք շատ սխալվում եք ես ականատես եմ եղել ընկերուս հետ քայլում ենք Հոլիվուդ փողոցով աշխարհի կենտրոններից մեկն է չի ասենք որ ասում են 5-րդ ավենյու ասենք Նյու Յորք Հոլիվուդ ասենք բան հա ասենք բան Լոս Անջելես չգիտեմ Էֆելյան աշտարակ Պերլաշես, այս ինչի բա, այդպես անուններ կա, չէ՞։ Հոլիվուդ փողոցի վրա, հենց այդ ասխերի վրա, ոստիկանը, որոնցից մեկը կին էր, բռնեցին մի սևականի եւ սկսեցին, այսպես ասած, խուզարկել, շմոն անել, եւ ես ինքս գերուց հետ տեսա, թե ինչպես է ձեռը գնում է սևականի գրպանը, հետո դուրս գալի ըստ երևույթին ջեբը գցեցին ինչ-որ մի բան, որ պիտի չլներ իր գրպանում։ Չգիտեմ, ենթադրում եմ, որ կոկայինի ինչ-որ մի մասաբան եւ հետո տարան։ Հիմա կտանեն ոստիկանություն, պարզը կտանեին ջեբերից քանեին այդ, ասենք, չթույլատրված այդ նյութը եւ կդատապարտեն, բայց ում են դատապարտել, ասենք, հասարակ մարդու չեն բռնի, չէ՞, տես բան անեն, ասենք։ Ուրեմն այդ մարդը հարմար չէր, ուրեմն այդ մարդը հանցագործ էր, այդ մարդը ինչ է ուղղակի հանցագործության վրա չեն կարող բռնել, տենց են բռնում։ Այսինքն այդպիսի անարդար մեթոդներ կա ամբողջ աշխարհում եւ ոչ միայն Հայաստանում։ Եվ ոչ հարմար մարդկանց իշխանությունը սենց բան։ Հիմա պետք է հասկանանք մեր հասարակության համար դա հարմար է թե չէ։ Ժողովուրդ ինձ թվում է տվյալ դեպքում հարմար է։ Այո, տվյալ դեպքում հարմար է, որ այդպես արվեց։ Միգուցե մարդու իրավունքների, ՏՌՖՍ, մինչև խոսեմ հիմա բան, միգուցե հարմար չի, լավ չի։ Եվ կարող է այդ մեթոդը վաղը կիրառվի եւ իմ նկատմամբ, կարող է։ Կամ քո նկատմամբ, սիրելի հետևորդ, կարող է։ Բայց տվյալ դեպքում հարմար է, այսպես։ Կյանքը դա է։ Եվ հիմա տվյալ դեպքում խոսել մարդու իրավունքների հանդեպ այն մարդու մասին, որը որ բազմիցս խախտել է այդ մարդու իրավունքները, բիզնեսի իրավունքները, հասարակական իրավունքները, բարոյական իրավունքները եւ այլն։ Խոսելը մի քիչ, գիտեմ, երևի թե մարդու իրավունքների պաշտպանների գործն է։ Նինա Կարապետյան, եթե չեմ սխալվում, հա, Նեխենով կար, Սաքունց, Կիրովականից, Բարսեղյան Լևոն, այ դուք խոսեք, ես օբյեկտիվ չեմ, այո, ես մարդու իրավունքների պաշտպան չեմ, ես յորն եմ, որը միգուցե բարոյական մարդ չի ենք անել չէ, այո, ասենք եթե տես քրիստոնեական արժեքներով նայես կամ հասարակական արժեքներով նայես, միգուցե ես այդ սանդղակի տակ չեմ, դա մայ որ ասում են ինչ է սովորելու քեզ երիտասարդությունը, ոչ մի բան ժողովուրդ, ինձանից ոչինչ չունեք սովորելու, ոչինչ,
Ես ասում եմ այն ինչ որ ուզում եմ, այն ինչ որ զգում եմ եւ ինչ որ համարում եմ որ ճիշտ է ինձ համար սուբյեկտիվորեն, որովհետեւ սուբյեկտ եմ, օբյեկտ չեմ։ Իսկ օբյեկտը սա է, ժողովուրդ ջան, տեսեք ինչքան գեղեցիկ է իմ, այսպես ասած, բեսեդկեն, որը ես սարքել եմ ձեզ համար սիրելի հետևորդ եւ սիրելի հանդիսատես այս հրաշալի գյուղում, որտեղ ապրում են հրաշալի մարդիկ, ունեմ հրաշալի հարևաններ, հենց այսքանը ժողովուրդ ջան, շնորհակալություն, ասեցի, որտեղ ասում են, բա դու ինչ կարծիք ես, ինչ կարծիք, ես այդ կարծիքին եմ, ինչ որ ասեցի։ Ոնց որ ասում են, այո, այսպիսի լղոզված կարծիք ունեմ ես այս ամենի հանդեպ։ Առայժմ։